Հիվանդությունը կարող է դառնալ պատժից ազատելու կամ պատժի նշանակումը հետաձգելու հիմք։ Առաջին հայացքից անվիճարկելի թվացող այս փաստարկ պնդումը նաև որոշակի հարցեր է առաջացնում։ Ինչպես իրավական ինչ նորմերով պետք է իրականացվի հիվանդության հիմքով պատժից ազատված անձանց վերահսկողությունը։ Հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նոր փաթեթով առաջարկվում է հստակեցնել հիվանդության հիմքով պատժից ազատելու ընթացակարգը, ընդլայնել պրոբացիայի ծառայության լիազորությունները եւ բժշկական վերագնահատման գործընթացը դարձնել առավել կանոնակարգ։ Կհստակեցվեն հիվանդության հիմքով պատժից ազատված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ իրավական նորմերը, կկարգավորվեն անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից 6 ամիսը մեկ պարբերականությամբ քննության առնելու հետ կապված գործնական հարցերը։ Նախագծով առաջարկվում է, որ դատարանը հիվանդության հիմքով պատժից ազատելու կամ պատժի հետագան կատարման հարցը լուծի ոչ թե դատաբժշկական կամ դատահոգեբանական փորձաքննության, այլ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա։ Այդ դեպքում հիվանդության հիմքով պատժից ազատված կամ պատժի նշանակումը հետաձգված անձինք կհայտնվեն պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո։ Փաստաբանների գնահատմամբ պրոբացիայի ծառայության լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտ կլինի նաև վերանայել ծառայողական ռեսուրսները ու աշխատակիցների թվաքանակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան է մեծացել պրոբացիայի գործառույթները եւ շարունակաբար ինչքան գործառույթներ են դրվում պրոբացիայի վրա, իհարկե գործող պայմաններում եւ գործող խարտիկների պայմաններում կարծում եմ, որ դա այլևս բավարար չէ եւ անհրաժեշտություն է առաջանում ավելացնելու եւ պրոբացիայի աշխատակիցների թվաքանակը եւ նաեւ ամեն հավանականությամբ կառուցվածքային որոշակի փոփոխություններ կատարել։ Փաստաբանները նկատում ու կարևորում են, որ եթե դատարանի համար հիմք է դառնալու հանձնաժողովի եզրակացությունը, ապա հանձնաժողովի անդամների մասնագիտական անկախության եւ պատասխանատվության համար եւս պետք է սահմանվեն հստակ երաշխիքներ։ Նրանց խոսքով անձը պետք է ունենա հանձնաժողովի եզրակացությունը վիճարկելու կամ նոր փորձաքննության միջնորդություն ներկայացնելու հնարավորություն։ Հանձնաժողովը պետք է ունենա փորձագետների ներկայացվող պահանջների բարձր երաշխիքները, որպեսզի մենք չունենանք խնդիրներ դեռնահասության եւ դրված եզրակացությունների բավարարության հետ կապված։ Հանձնաժողովում եւս պետք է լինեն մասնագետներ, ովքեր որ պատասխանատվություն պետք է կրեն իրենց տված եզրակացության հետ կապված։ Նման մոդելը ըստ փաստաբանների կարող է նաև նպաստել դատական գործընթացների արագացմանը, քանի որ փորձագիտական եզրակացությունների ստացումը հաճախ երկար ժամանակ է պահանջում։ Փաստաբանները ընդգծում են, փոփոխությունների արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն նոր իրավական մեխանիզմներից, այլև դրանց կիրառման համար անհրաժեշտ մասնագիտական եւ ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովումից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։